Ժամով ճանապարհ փակել չի ուզում, մնացեք կողմը։ Իսկ ինչի համար չի լինում։ Դե մի րոպե նա պատասխանեք ինչի համար չի լինում ճանապարհը։ Ազատ տեղաշարժներ ճանապարհ։ Մի րոպե դերլինի ձեր։ Ինչի համար չի կարելի ճանապարհը փոխել։ Ազատ տեղաշարժներ։ Կներեք, ներողությունների պարոն փոխտնակ, կներեք, հազար ներողություն։ Մի բաժան, մի րոպե։ Մի խառնեք, էլի մի քաղաքականացեք այս ամեն ինչ։ Ներողություն։ Հիմա մարդիկ ուզում են երևի այսքանը հավաքվելով պահանջում են օրինակ X բան։ Ասում մենք գտնում ենք որ օբյեկտիվ եւ արդար է ոստիկաններին ձերբակալելը։ Քննչական կոմիտեն այդ տեսակետն չէ։ Հիմա մարդիկ ուզում են իրենց դժգոհությունը արտահայտել։ Այստեղ կանգնելով իրենք իրենց դժգոհությունը չեն կարողանում արտահայտել։ Ես հասկանում եմ, ավարտել։ Ներողություն ավարտել։ Պիտի ավարտել։ Չէ, բացառում որ այստեղ կայնելով իրենց դժգոհ։ Արդեն այս մարդիկ իրենց դժգոհությամբ եկել էին այստեղ, չէ՞։ Ոչ մեկ չի արգելել իրենց այս վայրից իրենց կարծիքը արտահայտել, ես դժգոհությունը արտահայտել քննչական կոմիտեի գործունեությանը, ինչպես նաև ոստիկանության գործունեությանը։ 2018 թվականին եւս ոչ մեկ ճանապարհ տեսեք, չէ՞։ Ախր դուք բան եք ասում, որովհետև ձեր ասածը արդեն իսկ սխալ է։ Թող ես բարձրաբանեմ, ինչու է սխալ է ձեր ասածը։ Որովհետև արդեն իսկ ձեզ հնարավորություն տրված է կարծիքի արտահայտումը այստեղից իրականացնել։ Եվ փողոցի փակումը համաչափ չի դիտարկվում, որովհետև այլոց ազատ տեղաշարժ եք սահմանափակում։ Իսկ հավաքների ազատությունը պետք է իրականացվի կարծիք արտահայտելու համար, ոչ թե այլոց իրավունքները անհամաչափորեն սահմանափակում։ Հիմա հուսով եմ թողելու եք ավարտեմ։ Թողելու եք ավարտեմ, չէ՞։ Թողեմ իհարկե, դուք ինձ լսեք, հետո ես իսկ տվյալ դեպքում փողոցի դուրս գալ եւ փողոցը այլոց ազատ տեղաշարժը սահմանափակելը անհամաչափորեն է։ Հասկացա, ես ձեզ լսեցի։ Որտեղ այստեղ այս տարածքից դուք բավականաչափ ռեսուրս էլ ունեք եւ հնարավորություն ունեք ձեր կարծիքը դժգոհությունը արտահայտելու համար։ Իսկ տվյալ դեպքով դուք անհամաչափորեն եք կրկնվում եք արդեն, հասկացա ես, տեսեք։ Չէ, չի կրկնում, ընդարձակ է ավելի։ Հասկացա, ես շատ լավ ձեզ հասկացա, հիմա խոսքում չկրկնվեք։ Շատ լավ։ Մենք ձեր տրամաբանությամբ եթե առաջնորդ ենք, ապա մեր տանը Ձիվանի նստածել կարող ենք այս բողոքի ակցիան, այսինքն մեր անհամաձայնությունը արտահայտեինք։ Հիմա մենք մեր դժգոհությունն ենք արտահայտում եւ մեր դժգոհությունը արտահայտելիս բնական եւ նորմալ է, որ խախտելու են որոշակի մասնավոր շահեր։ Այս պարագայում ճանապարհը փակելը համեմատել հանրության առանց տեղաշարժի հետ կամ ինչ որ 1, 2 կամ 3 ավտոմեքենաների ազատ տեղաշարժի հետ կամ ազատ տեղաշարժի սահմանափակման հետ ուղղակի անհամեմատելի է, այսինքն մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում եւ այդ դժգոհությունը արտահայտելիս որոշակի խոչընդոտներ են ստեղծում բնականոն աշխատանքի համար։ Դա նորմալ երևույթ է, բողոքը հենց դրանում է կայանում։ Երբ որ մարդ քաղաքական չէ, երբ որ մարդ դժգոհություն է արտահայտում, բնականաբար իր տանը նստած չի արտահայտում կամ այսպես հանգիստ չի արտահայտում, կամ իր մտքում չի արտահայտում։ Հետեւաբար մարդիկ ուզում են իրենց դժգոհությունը արտահայտել, օրինակ 10 րոպե երթևեկությանը խոչընդոտելով։ Եթե դուք գտնում եք, որ դա անհամաչափ է, այսինքն դրան հաջորդելու է, չգիտեմ, ձերբակալման կամ հավաքցրելու գործողություններ, ապա դա ձեր գործն է։ Մենք էլ մեր գործողություններն ենք անելու։ Եթե ասում եմ, ես ասում եմ, մարդը նշեց, չգիտեմ, ով հայտարարեց ճանապարհը փակելու անհրաժեշտության մասին, այսինքն այդ ձևով, ոչ թե մեկը հայտարարեց, այլ դա բոլորի կարծիքն է։ Մարդիկ նշում են, որ 10 րոպե ուզում ենք դիմենք այդ քայլին։ Եթե դուք ուզում եք այդ 10 րոպեի համար, չգիտեմ, ձերբակալումներ իրականացնել, ցրել կամ բախումների տանել, մենք խնդիր չունենք այդ մասով։ Մենք առանցել էլ խոշտանգմանը սովորենք։ Այստեղ այնքան մարդ կա, որ խոշտանգմանը սովորա, մանավանդ արցախցիները։ Շատ թվականին ինչու կարելի է ավարտեցիք ներողություն, ավարտեցիք, ես ես համբերատար լսեցիք, խնդրեմ նույն ձևով ինձ։ Էվակներ սրտի վարչապետն այլ կարելի է։ Անթողնեք ցույց տվեք, չէ՞ մեզ։ Աստաբան ձեզ ինչպես տեմ։ Երիցան ջան, ես ձեր հետ եմ, եք խոսում։ Հա, չէ, ասեցիք, իմացա ավարտեցիք։ Ես ասացի, խոսում եմ ինձ համբերատար նույն ձև լսեք։ Դուք ասում եք, բողոքի ձայնը արտահայտելու իրավունքը իրացնել եք, բողոքի ձայնը արտահայտելու, կարծիք արտահայտելու իրավունքը միանշանակ պետք է իրացվի ու կարող է իրացվի։ Այնքան ինտերվալով, որքան որ այլոց իրավունքներին դա չի հակասում անհամաչափորեն։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ կարող է մի քանի դուք նշեցիք մասնավոր շահ, բայց ի տարբերություն մասնավոր շահի, այդ հանրային շահ, որտեղ դա հանրային ճանապարհը, այստեղ էլ է հանրային շահ։ Շատ լավ, թող հանրային շահ լինի, բայց պետք է այդ սա բալանսավորված իրականացվի։ Այսինքն դուք հավաքի հնարավորությունները ձեզ ընձեռված այստեղ, որպեսզի կարծիք արտահայտեք, ձեր դժգոհությունը արտահայտեք եւ միտումնավոր այլոց ազատ տեղաշարժը կամ այլ
իրավունքները սահմանափակելը միտումնավոր, դա անհամաչափության գրավականն է ամենաառաջի ցուցիչն է դա։ Ես ձեզ հասկացա։ Եթե միտումնավոր եք Ես հասկացա։ Ես թողեք ավարտեմ էլի։ Ուզում եմ ձեզ զգուշացնել, որ այս ճանապարհը այստեղ ճանապարհատվածում կա բժշկական հաստատություն։ Դուք էլ ականատես կլինեք, թե այս ընթացքում ձեր կանգնած ժամանակահատվածի ընթացքում քանի շտապօգնության մեքենա գնաց։ Մի րոպե, թողեք ավարտեմ էլի, մի վայրկյան։ Թողեք ավարտեմ։ Այդ ձեր գործողությունները, որ մտադիր եք անեք, լրիվ ոչ իրավաչափ է ու ոչ համաչափ։ Ես ձեզ զգուշացնում եմ հենց կանխակալ այստեղ։ Մի գնացեք այդ քայլին։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Մենք ձեզ լսենք։ «168-ի հարգելի հետևողներ, բողոքի ակցիան քաղաքացիները այստեղ կանգնած որոշեցին շարունակել։